Չնայած Հայաստանի իշխանության պնդումներին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մտել են խաղաղության դարաշրջան եւ հայերի ու ադրբեջանցիների համակեցությունն անհնարին մի բան չէ, Ադրբեջանում անցկացված հարցումները վկայում են, որ հայերի նկատմամբ ադրբեջանական հասարակության ատելությունը շատ խոր արմատներ է գցել։ Թեման կքննարկենք Հայրուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Լիլիթ։ Արման, տպավորություն էր, որ Հայաստանի իշխանության խաղաղության ուղերձները Հայաստանի հասարակությանը խաղաղության տրամադրելու Փաշինյանի իշխանության քայլերը կարող են հայելային անդրադարձ ունենալ ադրբեջանական հասարակության վրա, բայց դու պնդում ես, որ ամենևին էլ այդպես չէ։ Այո, Լիլիթ, անգամ տարիքով մարդիկ, որոնք խորհրդային տարիների այդ ժողովուրդների եղբայրության պարտադրված գաղափարախոսությունն են տեսել ու հնարավոր է, որ հայերի հետ ընկերական ինչ-որ հարաբերություններ են ունեցել, տեսախցիկների առաջ հայատյաց տեքստեր են ասում։ Զրո հանդուրժողականություն հայերիս հանդեպ նրանք կրկնում են հետխորհրդային առաջին տարիներից Ադրբեջանում ակտիվորեն շրջանառող այն կեղծ թեզերը, թե հայերը եկվոր են, հայրենիք չունեն, մշտապես վարել են քոչվորի կյանք ու յուրացրել են իրենց պատմական հողերը։ Լսենք Ադրբեջանում անցկացված հարցումներից մի հատված։ Torpaq üstündədir. Onlar heç vaxt torpağı olmayıb. Նրանք երբեք հող չեն ունեցել, նրանք գիտես ինչպես են, նրանք քոչվորի կյանք են վարել։ Köçəri həyat yaşayıblar. Նրանց պատմությունը մշուշոտ է, նրանց հողը անհայտ է։ Նրանք պարզապես ամեն ինչ պատրաստի են փնտրում։ Պատրաստի հող, պատրաստի տուն ու տեղ։ Նրանք միայն թշնամության համար են, ոչ բարեկամության։ Արման, պատկերացնում եմ, թե ինչ մեծ ատելություն կարող են ունենալ հայերի հանդեպ երիտասարդներ, այսպես կոչված անկախության սերունդը, որ երբևէ որևէ հայի չեն տեսել իրենց կյանքում, բայց մեծացել են Ալիևների հակահայկական քարոզչության տարիներին։ Այո, Լիլիթ, երիտասարդության շրջանում, ինչպես եւ կանխատեսելի էր, հակահայկական տրամադրվածություններն ավելի ընդգծված են։ Նրանք բառ առ բառ կրկնում են հայր եւ որդի Ալիևների տասնամյակների քարոզչական թեզերը։ Մասնավորապես այն, թե իբր Ադրբեջանը մեծահոգաբար իր հողերը տվել է հայերին պետություն ստեղծելու համար։ Մնագիշը չոխտան yaranıb. Հակամարտությունը վաղուց է առաջացել ու էլի նույն հողի պատճառով։ Այսինքն մենք գիտենք, որ Երևանի խանությունը նույնպես ադրբեջանական խանություն է եղել։ Մի քանի դար առաջ, երբ հայերը եկան Ադրբեջան, մենք նրանց կարելի է ասել օգնեցինք, սակայն նրանք դա չգնահատեցին։ Մենք, ոնց ասեմ, շատ սրտացավ մոտեցանք այդ ժողովրդին, բայց նրանք չգնահատեցին։ Իդեպ Լիլիթ, այստեղ նկատելի է մեզ համար հաջորդ վտանգավոր թեզը, խոսքը երիտասարդ աղջկա հիշատակած, այսպես կոչված Երևանի խանության մասին է, որն անմիջապես կապ ունի այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան հակահայկական թեզի հետ, համաձայն որի Երևանը պատմական ադրբեջանական հող է։ Ադրբեջանցիներին լսելուց հետո հատկապես կարծում եմ շատ դժվար է հավատալ Հայաստանի իշխանության հավաստիացումներին, թե Ադրբեջանը հրաժարվել է Արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունից եւ կամ կհրաժարվի, եթե մենք դադարենք խոսել արցախայերի վերադարձի իրավունքի մասին։ Մինչ մեր իշխանությունը հասարակությանը պատրաստում է խաղաղության, Ադրբեջանի իշխանությունը ըստ էության Հայաստանի հանդեպ զավթողական ծրագրեր է մշակում եւ դա ակնհայտ է անգամ սովորական ադրբեջանցիների խոսքից։ Մարդիկ համոզմունք են հայտնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանական է։ Əlbəttə Azərbaycanın onların Իհարկե Ադրբեջանի տարածքն է, նրանք իրենց հողը չեն ունեցել, նրանք քոչվոր կյանք են վարել։ Հարցվածների մի մասը ոչ ուղիղ, բայց ցանկություն է հայտնում, որ խաղաղություն լինի, անգամ ուզում են Երևան գալ, սակայն միևնույն ժամանակ տեսախցիկների առաջ շեշտում են, որ անցյալը մոռանալ չի լինի եւ որ ամեն դեպքում Երևանը ադրբեջանական է։ Գուցե այդ մարդիկ վախենում են բացահայտ խաղաղասիրական տեքստեր ասել նաև այն պատճառով, որ հասարակությունը հաճախ դավաճան է համարում հայերի մասին լավ արտահայտվող ադրբեջանցիներին։ Իսկ մի քանի հարցվածների խոսքերը ըստ էության հաստատում են, որ ադրբեջանցիները խաղաղությունը պատկերացնում են միայն Հայաստանը Ադրբեջանի կազմում տեսնելով։ Ermənistan daxil olsaydı Եթե Հայաստանը մտներ Ադրբեջանի կազմի մեջ, դե այն առանց այն էլ ադրբեջանական հող է։ Այսինքն ես այդ հողերը երբեք չեմ առանձնացրել Ադրբեջանից։ heç vaxt da Azərbaycandan ayrı saymamışam.
Əzəli əlbəttə ki, Azərbaycan torpağı. Իհարկե, բնիկ Ադրբեջանի հող է, պարզապես ոնց ասեմ, եթե նախկին բարյացակամություն լիներ, ապա ով չէր ուզենա, որ գնալ գալ լիներ, բարեկամություն ստեղծվեր։ Amma ki, yenə deyirəm, Բայց էլի եմ ասում, որքան էլ մենք մեր հողը ազատագրած լինենք, որքան էլ խաղաղություն ուզենք, անցյալը չենք կարող մոռանալ։ Դա այն է, ինչը չի մոռացվում։ Դա անջնջելի հիշողություն է։ unudulmayacaq bir şeydir. O silinməz yaddaş. Mənə elə gəlir ki, indi sülh Ինձ թվում է, չնայած հիմա խաղաղություն է հաստատվելու պարոն նախագահը հայերին վտարել է Ղարաբաղից, բայց ես չեմ հավատում, որ նրանք այս ամենից դաս քաղեցին։ bu dərsi Ինձ թվում է, որ երբևէ 50 տարի հետո, թե 100 տարի հետո, սրանք էլ ինչ-որ բան, անգամ բառ չեմ գտնում, ասենք այսպես, կհիմարանան։ tapmıram, qatıqlayacaqlar. Yəni bəzi ermənilər var. Կան որոշ հայեր, որոնք մինչև հիմա պնդում են, թե Ղարաբաղն իրենց է պատկանում։ Torpaq belə əzəldən bizim. Ոչ, Ղարաբաղը երբեք իրենց չի պատկանել։ Amma ki, yenə deyirəm, Նույնիսկ այն հողը, որի վրա հիմա նստած են, մերն է եղել։ Թող պարզապես մտածեն այդ մասին, yenə այսքանը։ bunu düşünsünlər, yəni. Sadəcə onu bilirəm, yəni. Bu qədər. Biliblər artıq. Նրանք արդեն ամեն ինչ հասկացել են, ու ես շատ եմ ուզում, որ իրենց հիշողության մեջ միշտ մնա, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Qarabağ Azərbaycandır. Ermənistanda olmamışam. Հայաստանում չեմ եղել, բայց կուզենայի լինել։ İstərdim. Կուզենայի տեսնել, թե այնտեղ վիճակն ինչպես է։ Necədir? Դրան հարազատ չէի անվանի, բայց մեկ է մտքումս կլիներ այն, որ դա ադրբեջանական հող է, որ ես կարծես Ադրբեջանում եմ։ Yenə də Azərbaycan torpağıdır, yenə də Azərbaycandayam. Իդեպ նույն մարդիկ գնահատանքով են խոսում Փաշինյանի Արցախյան քաղաքականության մասին, նրան բնութագրում են որպես հարմարվող քաղաքական գործիչ, որը փորձում է շահել ադրբեջանցիների համակրանքը։ Düşünürəm ki, Paşinyan bu günə qədər Ermənistanın başına Փաշինյանը լավագույն բանն է, որ պատահել է Հայաստանի հետ այս բոլոր տարիների ընթացքում։ bir hadisədir. Nikol Paşinyanın siyasəti Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը yəni ki, նա այնպիսի մարդ է, որը կարողանում է հարմարվել ցանկացած փոփոխվող քաղաքական իրադարձությունների։ məncə bir xameleon Ես նրան քամելիոն կանվանեի։ Նա խաղաղության ուղիներ է փնտրում, որովհետև գիտի, հիմա Ադրբեջանն ավելի զորեղ է։ Azərbaycan güclüdür. Ադրբեջանը ուժեղ է, լավ հարաբերություններ ունի բարեկամ երկրների հետ։ Դրա համար էլ հասկանում է, որ այսպիսի քաղաքականությունը Ադրբեջանի հետ բարեկամություն անելը ներկա պահին ավելի շահավետ է Հայաստանի համար։ Daha sərfəlidir Ermənistan üçün. Nə belə baxanda ağıllı adamdır. Yəni Իրականում, եթե նայում ենք, նա խելացի մարդ է, այսինքն չի մտածի, որ դա նույնպես քաղաքականություն է։ yəni bizim olmayan bir ərazimiz idi. Հիշում եք, նա մի արտահայտություն է արել, թե մենք Ղարաբաղը տանուլ չենք տվել։ Bilirəm ki, o da istəyir ki, Azərbaycan Մեզ համար դա գոյություն չունեցող տարածք էր, այսինքն հող, որը մեզ չէր պատկանում։ Սա էլ քաղաքական քայլ է։ ifadəsi vardı, işlətmişdik biz. Տեսնենք այս ամենն ի վերջո ինչի կհանգեցնի, ինչ դուրս կգա։ Առնվազն մի բան գիտեմ, որ նա ուզում է շահել ադրբեջանցիների համակրանքը, ու հենց դրա վրա էլ կառուցում է իր խաղը։ Qazansın, onun əsasında yürüyür. Այս հարցումները կարծում եմ վկայում են, որ որքան էլ խաղաղության մասին փախստաթղթեր նախաստորագրվեն կամ ստորագրվեն, որքան էլ Ադրբեջանի պահանջները բավարարվեն, ադրբեջանցիները չեն հրաժարվելու իրենց զավթողական մտադրություններից, որովհետև այդ հասարակության մեջ արմատացած է մի կեղծ համոզմունք, թե հայերս եկվոր ենք այս տարածաշրջանում եւ նրանց պատկերացմամբ իրական խաղաղություն կլինի, եթե մենք պարզապես չլինենք այստեղ։ Շնորհակալություն Արման։ Սիրելի հեռուստադիտողներ, Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը ներկայացնում էր ադրբեջանական հասարակության տրամադրվածությունը հայերի հանդեպ եւ նրանց պատկերացումները խաղաղության մասին։